մեծ է Տերը եւ հույժ գովելի, եւ չափ չկա նրա մեծությանը։ Սերունդը սերնդի պիտի գովի քո գործերը եւ պիտի պատմեն քո զորությունները։ Սաղմոս 145:3-4։ Ջերմորեն ողջունում ենք բոլորիդ։ Ինչ ուրախություն է հավաքվել որպես մեկ սերունդ, հռչակելով Տիրոջ բարությունը եւ բարձրացնելով նրա զորավոր գործերը։ Անցնենք հայտարարություններին։ Սաղմոս 150-ում գրված է. Օրնեցեք Աստծուն իր սրբարանում, օրնեցեք նրան իր զորության հաստատության մեջ։ Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ամեն հինգշաբթի ժամը 7:30 ունենք հոգեշունչ երկրպագություն։ Միացեք մեզ Սուրբ Հոգու հետ ավելի խոր հարաբերություններ փնտրելու, Աստծու ներկայության մեջ մնալու եւ նորովի մեր կյանքն ու երկրպագությունը նրան բարձրացնելու համար։ Առակաց 22:6-ում ասվում է. Երեխային կրթիր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Մենք ունենք մանկական ծառայություն յուրաքանչյուր կիրակի ներքևում, թե անգլերեն, թե հայերեն ծառայությունների ժամանակ։ Մեր հրաշալի ծառայող ուսուցիչները սիրով սպասում են երեխաներին, օգնելու նրանց ճանաչել Հիսուսին եւ սկսել իրենց անձնական հարաբերությունները նրա հետ։ Եկեղեցին շատ ավելին է, քան միայն կիրակնօրյա ծառայությունը։ Գործք Առաքելոց 2:46-ում ասվում է. ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում։ Շաբաթվա ընթացքում ունենք տնային խմբակներ, որտեղ մարդիկ հավաքվում են փոքր եւ մտերմիկ համայնքներում միմյանց քաջալերելու, հոգեվոր աճ ապրելու եւ Աստծո խոսքի մեջ խորանալու համար։ Եթե դեռևս որևէ խմբակ չեք հաճախում, բայց կցանկանայիք միանալ, հրավիրում ենք ծառայությունից հետո մոտենալ տեղեկատվական բաժին։ Մեր Աստված հավատարիմ է եւ շարունակում է զորությամբ գործել։ Եկեք դիտենք վկայությունը։ Բարև ձեզ, իմ անունս Նարինե է, ես ունեմ վկայություն, որ արդեն մի 3 տարի առաջ հայրս շաքարով հիվանդ է եւ ոտքին կրունգին վերք էր բացվել բավականին մեծ եւ մշակում էինք դա նրսեր գալի քույրս ինքն էլ իմ քույրն էլ է նրս ինքն էլ էր մշակում մայրս եւ շատ նեղված էինք որտեղ բավականին մեծ վերք էր մեկ անգամ մեր տանը տնային խմբակ կազմակերպեցինք եւ մեր առաջնորդներից մեկը աղոթք էր անում ամեն մեկիս համար ընտանիքների եւ այդ պահին քույրիկիս համար էր իր ընտանիքի համար իր խնդիրների համար եւ ինքը ասաց, որ վերք եմ տեսնում եւ այս վերքը ամբողջովին արմատը չորանում է եւ անցնում է, բայց այդ պահին մենք չմտածեցինք, որ հայրիկիս համար դա կլինի, որ ինքը կտեսնի այդ պահին այդ վերքը։ Հետո քիչ անց մայրս շատ որ նեղված էր, ասեց մեկ հատ հայրիկիս համար աղոթք անենք, որովհետեւ վերք ուներ եւ այլ։ Ասեցինք մեր առաջնորդին, թե ինչ իրավիճակ է հորս մոտ եւ ինքը ասաց այդ պահին, որ ինքը այդ վերքը տեսավ եւ ամբողջովին տեսավ, որ լավացած, փակված այդ վերքը։ Ճիշտը որ ասեմ, ես այդ պահին եւ տարիներ առաջ ամեն տարի մեր հավատքը աճում եւ մենք փառքից փառք ենք գնում։ Այդ պահին ես ճիշտն ասած պիտի ասեմ, որ մի փոքր թերահավատորեն լսեցի եւ ընդունեցի դա, բայց ժամանակը եկավ շատ քիչ անց դրանից հետո վերքը ամբողջովին փակվեց, լավացավ եւ հետքը չի երևում հիմա եւ պիտի ասեմ փառք Տիրոջը, փառք ամենակարող Աստծուն այդ մեր կյանքում հրաշքների համար, ամեն։ Ուրախալի լուր, մենք ունենք հրաշալի հնարավորություն սովորելու եւ աճելու ավետարանչությանը նվիրված հատուկ երրորդյա դպրոցի միջոցով։ Ապրիլի 8-ին եւ 9-ին ժամը 7-ին Russell Wood-ը կանցկացնի ավետարանչության դպրոց, մեզ զինելով ավետարանը տարածելու համարձակությամբ եւ վստահությամբ։ Այնուհետև ուրբաթ ապրիլի 10-ին մենք միասին դա կիրականացնենք մեծ փողոցային ավետարանչության միջոցով։ Եկեք պատրաստ սրտով սովորելու, զորանալու եւ դառնալու այն անոթները, որոնց միջոցով Սուրբ Հոգին կօգտագործի մեզ մեր քաղաքում ավետարանը տարածելու համար։
Եվ իհարկե մի մոռացեք մեր հիմնական ծառայությունների մասին։ Հաջորդ կիրակի հրավիրում ենք ձեզ միանալ մեզ ժամը 10-ին անգլերեն ծառայությանը, որից հետո ժամը 12:30 հայերեն ծառայությանը։ Երկու ծառայությունների ընթացքում մեզ կծառայի հատուկ հյուր Սիլվա Կոջակյանը։ Սպասում ենք ձեզ, Աստված օրհնի ձեզ։